ինչ-որ բան նախատեսվում է արդյոք այդ չաշխատող երիտասարդության խաղամոլության տարվելու հնարավոր սահմանափակումներ առաջ քաշելու վերաբերյալ միգուցե պետք է դնել նաև ներքևից սահմանափակում, եկամուտը այսքանից ավել պակաս եկամուտ ունեցողին արգելել խաղալու, ինչ-որ ձևով միգուցե նաև ոչ միայն վերևից, այլև ներքևից սահմանափակում եկամտի վերաբերյալ, ինչ եք մտածում այդ ուղղությամբ։ Խնդրում եմ։ Բաբկեն Թունյան։ Ագնեսա Խամոյան։ Նախ ես ողջունում եմ այս նախաձեռնությունը, բայց նորից ուզում եմ պնդել, որ սա հարցի լուծում չի։ Ազգային ժողովի փոխնախագահ առաջարկում է առհասարակ փակել on-line կազինոները։ Մենք այս նախագծի հետ կապված եւ ընդդիմությունը եւ իշխանությունը կողմա քվեարկել, այսպես համերաշխություն է ձևավորված, բայց հարցը չի լուծվում։ Ինչի՞ չի լուծվում հարցը։ Ու նաեւ այստեղ քննարկվում է եկամուտների 20%-ը, որքան տոկոսը պետք է քաղաքացին խաղա, կառավարության հետ կապված անհամաձայնություններ կան, նաեւ կառավարության ներկայացուցիչը ասում է, որ այո, մենք էլ ենք ուզում, որ քաղաքացիները չխաղան, բայց պետք է մարդն էլ կարողանա ըստ էության նաեւ իրեն կառավարել։ Չեն կարողանում կառավարել իրենց մարդիկ, պարոն Զաքարյան, ոչ իրենց են կարողանում կառավարել, ոչ իրենց ֆինանսներն են կարողանում կառավարել։ Ես մարդ եմ տեսել, որ իր արժանապատվությունը պոլի շոր դարձրած 5000 դրամ էր խնդրում։ Այդ օրը $1000 էր լցրել այս հեռախոսի մեջ ու ամբողջությամբ պարտվել էր։ Ես կին գիտեմ, ով ծնող կոմիտեի գումարներով խաղադրույք է արել։ Ես մարդ գիտեմ, ով մեկ օրվա ընթացքում $1 միլիոն խաղադրույք է արել ու պարտվել է։ Այո, Հայաստանում։ Երբ որ Հայաստանում կազինոները փակվում էին, քաղաքից դուրս էին տանում, բոլորս ուրախացել էինք, ասում ենք լավ, այս խաղամոլության վերջը տրվեց։ Հիմա խաղատները յուրաքանչյուրի հեռախոսի մեջ են։ Ու այդ ինքնաարգելակման կոճակի հետ էլ կապված։ 1 ժամ հարց է տալիս օպերատորը։ Ինչի ես որոշե փակես։ Գուցե տրամադրությունը տեղը չի։ Կարող է մի քիչ էլ մտածես։ Մի ժամ հարց է տալիս։ Ու չի աշխատում այդ ինքնաարգելակումը ու այդ ծրագիրը հեռախոսից ջնջելը։ Չի աշխատում դա։ Սա շատ լավ է։ Բայց երբ որ մենք մյուս կողմից տեսնում ենք, որ 7.4 տրիլիոն դրամի խաղադրույք է արվել, բայց հարկերը ընդամենը 1% է, այստեղ հարց է առաջանում։ Ի վերջո պետությունը ում կողքին պետքա կանգնի, ում պետքա պաշտպանի։ Այո, գուցե այս դեպքում պետությունը քաղաքացուն հենց իրենից պետքա պաշտպանի, ու ես նորից եմ պնդում, որ սրա հետ կապված պետքա արմատական փոփոխություններ արվեն, եւ ես եւս կողմնակից եմ այս on-line խաղատները առհասարակ փակելուն։ Շնորհակալ եմ։ Ես արտահայտ ելույթով հանդես գամ, այդպես հետո բանտում։ Արգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, նախ պետք է արձանագրել, որ այն ընկերությունները, որոնց մասին խոսում ենք, հազարավոր աշխատողներ ունեն, եւ այդ աշխատողները եկամտային հարկ են վճարում, աշխատավարձեր են ստանում, տեխնոլոգիաներ են մշակում, հետո դրանք վաճառում են արտերկրում, այսինքն մենք պետք է խոսանք ոչ միայն կազինոյի մասին, այլ նաեւ ընդհանրապես ընկերությունների գործունեության մասին, որովհետեւ կարողանանք օբյեկտիվորեն գնահատական տալ ընդհանուր առմամբ ինչա կատարվում այդ ոլորտում։ Եվ իմ հարցը պատահական չէր էկոնոմիկայի փոխնախարարին, որ պետք է հաշվարկ արվի։ Այսինքն ինչքան աշխատատեղի կորուստ է տեղի ունենալու, այդ գումարները որտեղ են ուղղվելու, նայում որ հատվածներում է, որ կարող է աճ տեղի ունենալ, որը կարող է ծախսացածկել մնացած հատվածը։ Ամենևին հարցը նրանում չէ, թե ճիշտ է խաղալը, թե սխալ։ Միանշանակ է, որ դա սխալ է խաղալը։ Այն ժամանակ, երբ որ ես դպրոցում էի սովորում, ասենք մեր դպրոցի բակում կազինո կար, եւ այդ կազինոյում խաղում էին որքան էլ տարօրինակ է դպրոցականները, դասից փախնում էին, գնում էին կազինոյին խաղում, բակերում խաղաքարտերով էին խաղում, այսինքն այդ խաղային կուլտուրան մշտապես մեր ժողովրդի կողմից մերժելի է եղել, բայց մշտապես տեղի է ունեցել, եւ կարծում եմ պետությունը բավարար քայլեր ձեռնարկում է
ընդամենը օպերատորի գոյությունը ես համոզված եմ, որ շատ արագ լույս կսփռի այն բոլոր ստվերոտ մասի վրա, ինչը մեզնից թաքնված է, թե ինչ հատուկ ազդեցություն ունի դա տնտեսության վրա եւ մենք ինչպես կարող ենք դա հաղթահարել, եւ ես կարծում եմ, որ այո, մենք միանշանակ պետքա ուղիղ քայլերով գնանք դեպի Հայաստանում on-line կազինոների գործունեության կտրուկ սահմանափակմանը, ընդհանուր արգելմանը եւ հատուկ գոտիներում կան տուրիստական տեղեր, խաղային գոտիներ, բոլոր երկրներում էլ կա նման պրակտիկա եւ մենք մեզանից հարյուրավոր անգամ զարգացած երկրներ կան, որոնք արգելում են եւ ոնց որ իրենք են անում, հենց էլ մենք պետք է անենք։ Ուղղակի նորից եմ ասում, մենք այդ հավելյալ արժեքը, որը որ ստեղծվում է նաեւ այդ ոլորտում, որպես ինդուստրիա, որպես խաղային ինդուստրիա, պետք է այնպես անենք, որ Հայաստանում շարունակի գոյություն ունենալ։ Ոչ ի հաշիվ խաղամոլության։ Շնորհակալություն։ Արոնթունյան համեցեք ելույթյան եւ խնդրում եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունից նույնպես ելույթի ժամանակը ավելացնել պարոն Թունյանին։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, քանի որ թեման շատ զգայուն է ու ասելիք շատ կա, դրա համար ֆրակցիայի անունից էլ խոսեմ, փորձեմ տեղավորեմ։ Նախ Տիկին Խամոյան, ձեր հարցին ի պատասխան, եթե լսում եք, իհարկե, ինչի չենք փակում այս ոլորտը ընդհանրապես։ Գիտեք, եթե մենք վստահ լինեինք, որ օրենքով այս գործունեությունը Հայաստանում արգելելով տեխնիկապես մենք կարող ենք ապահովել, որ օրինակ դրսում գրանցված բուկմեկերական ընկերությունները Հայաստանում հասանելիություն չունենան ու հնարավոր չլինի այդտեղ խաղալ, հավատացեք, մենք այդ ուղղությամբ տեխնիկապես շատ բարդ է, Տիկին Գրիգորյան։ Մենք հիմա ունենք օրենք ընդունված, որով որ Հայաստանում չգրանցված բուկմեկերական ընկերությունները իրավունք չունեն Հայաստանում գործունեություն ծավալել։ Մենք ունենք օրենք ընդունված, որով բուկմեկերական ընկերությունների գովազդը արգելված է, բայց բոլորդ նկատած կլինեք։ Տարբեր կայքերում կարող է տեսնեք ընկերություններ այլ երկրներում գրանցված, որոնք այս տիպի ծառայություններ են մատուցում։ Կան նաև ընկերություններ, որոնք արդեն այնքան հայտնի են դարձել, որ օրինակ այս 7-4 տրիլիոն դրամի մասին, որ խոսում ենք, վերջի տարիներին բավականին մեծ գումարներ դուրս են հոսում Հայաստանից հենց այդ ապօրինի on-line խաղատները ու այդտեղ տեխնոլոգիաների զարգացումը, ասենք կրիպտոյի եւ այլնի նոր մարտահրավերներ է առաջ բերում։ Հիմա ուսաստեղծում եմ իրավիճակ, եթե դու տեղում գոնե վերահսկելի սպիտակ դաշտում գործող գրանցված ընկերությունների վրա ճնշումը շատ ես մեծացնում ու իրանց շատ ես սահմանափակումների տակ դնում, վերջում էլ տանում ես փակման, այդ հոսքը գնալու է դուրս։ Այսինքն մեր առաջնահերթ խնդիրը այս պահին պիտի լինի, ինչի հետ կապված աշխատում ենք հիմա կառավարության հետ, այդ դրսի չգրանցված ապօրինի կայքերի հասանելիությունը փակենք, որից հետո արդեն կմտածենք այս մասին։ Բայց անկախ ամեն ինչից, իհարկե այս երևույթը լավ երևույթ չի, բայց ամեն դեպքում եթե ընկերությունները Հայաստանում գրանցված են, ունին, այսինքն մենք հիմիկվանից պիտի իրանց ասենք ժողովուրդ ջան, գիտեք, օրինակ 1 տարուց կամ 2 կամ 3, չգիտեմ, ձեր գործունեությունը Հայաստանում արգելվելու է, որ իրանք հասկանան ինչ են անում, զուգահեռաբար նաև այդ պաշտպանիչ մեխանիզմները դնենք։ Հիմա պարոն Սարգսյանի առաջարկը, օրինակ այդ առաջարկների ահագին մեծ մասը շատ վաղուց է քննարկվել, որ ասում եք 20% եկամտի չխաղան, ինչի համար է կառավարությունը դեմ։ 3 պատճառ կա։ Առաջինը նշեց պարոն Զաքարյանը, օրինակ մարդ կա կարող է եկամուտ չունի, բայց $2 միլիոն խնայողություն ունի։ Այսինքն այդ մարդուն ինչ-որ խաղալ արգելել է, մյուսին թույլատրել է, մի քիչ անիմաստ է։ Երկրորդը հենց իմ այդ նշած այդ սև փողերի հետ կապված, սև բուկմեկերական շարժերի հետ կապված ռիսկն է, եւ երրորդն է, որ այդ կարգավորումները կյանքի կոչելու համար մեզ պետք է ունենալ խաղային ոլորտի օպերատոր։ Ուժ բազում այլ կարգավորումներ էլ կան, որոնք պիտի մտնեն ուժի մեջ, սահմանափակումներ, որոնք պիտի լինեն այս օպերատորի գործարկումից հետո։ Օպերատորի մրցույթը հայտարարված է, երևի 1 ամսից արդեն կամփոփվի եւ եկող տարվա սկզբից խաղային ոլորտի օպերատորը արդեն կսկսի գործել Հայաստանում։ Ընդ որում մենք այդ ժամանակ նաև վիճակագրություն կունենանք, այս 7-4 տրիլիոն դրամը ինքը մի քիչ մանիպուլյատիվ թիվ է։ Այդ չի նշանակում, որ մարդիկ այսքան պարտվել են։
Այդ օրինակ մեկը 5000 դրամի խաղադրույք արել, հետո շահելա 10000 դրամ, հետո 10000 դրամ էլիա խաղադրույք արել, կարող է ինքը արդյունքում պարտվի 1000 դրամ, բայց այդտեղ գեներացվի ենթադրենք 100000 դրամի խաղադրույքների պատմություն։ Դրա համար վերցնում են հարկման համար համեմատություն իր բնակչության պարտվածի եւ շահածի համեմատականը։ Այդ դրա համեմատ, եթե նայում ենք Հայաստանում հարկային դրույքաչափը ինչքան է, մենք բավականին բարձր հարկային դրույքաչափ ունենք եւ նաեւ պիտի այդ օպերատորի ներդրումից հետո նաեւ վիճակագրություն ունենանք, թե 7-4 տրիլիոն դրամից որ մասն է, որ Հայաստանից դուրս է խաղադրույքներ կատարվել, իսկ հիմա մութ անտառում որոշումներ են կայացնում։ Հիմա վերջում էլ ամփոփելով նշեմ, որ պարոն Սարգսյանի առաջարկը այդ արգելափակման մասով միանշանակ բոլորս ողջունում ենք։ Այդտեղ կային նաև այլ առաջարկներ, որոնց մի մասը կառավարությունը դեմ կողմեր, մի մասը դեմ էր։ Մենք նախագիծը հիմա որոշել ենք առաջին ընթերցմամբ ընդունել նախնական տարբերակով, առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում այն մասերը, որոնք որ արդեն համաձայնություն կա, այդ փոփոխությունները կկատարվեն, մյուսների մասով քննարկում կունենանք ու այդ քննարկման արդյունքների մասին մինչև հանձնաժողովի նիստը ընդհանուր հայտարարի կգանք։ Կարող է այնպիսի կոնցեպտուալ անհամաձայնություններ են լինում, որ գտնում ենք, որ այս պահին կարող է ավելավա ձեռնպահ մնալ կամ մի քիչ դրույթը փոխել։ Կներեք մի քիչ երկար խոսելու համար, շնորհակալություն, կոչ եմ անում կողմ քվեարկել նախագծին։ Շնորհակալություն, կհանդիպենք